Բարի լույս հայերս, բարի լույս իմ լավ ժողովուրդ, այսօրվա տեսանյութն եմ դրսից սկսում, քանի անձրև չկա, մի երկու գործ ունեմ, գնամ արագ ավարտին հասցնեմ ու գամ, ուրիշ տարբերակ չկա, այս էլ իմ սպիտակի ասամանը, նախորդ արդեն պայմանավորվել եմ ու գնում եմ իմ գործերը, եղանակը մռայլ, ցուրտ, ապրել եմ ամենատակ տաբատս, որովհետև ցուրտ է, կարճի կոնկրետ ասած, շատ ցուրտ է, սիրելի հետևորդներ ջան, այս կուրտկես եմ հագել, երեկ ուզում էի արդեն սրանց էլ պահեի, Են հասկացա, որ նիետ, բեր վաղա, գնացինք, մեր Բաղրամյան պողոտայով, առաջացանք, շարդ, մայթերը մաքուր, սիրուն ու յուրահատուկ այնքան հաճելի է, որ փողոցում քայլում ես ու նկատում, որ արդեն եկել են մարդիկ, եկել են հանգստանալու, փոշոտվելու, թարմանալու ու լավանալու գնում ենք սենց հավեսով սիրուն ինչ անենք գնանք սիրելի հետևորդներ ջան Չեմ սիրում, որ իմ պայմանավորված ժամից ուշանում եմ, դա իմ ամենասիրած բանն է։ Հիմա գիտեմ ասելու եք, այսօր ես գնում, որ սենց պայմանավորվել ես, ուղիղ 2 տարի մատնահարդարման չեմ գնացել, Երևանից ցեցերն ընկան ջանս, քանի որ առաջիկայում էլ առիթ ունեմ, ասի գնամ սիրունացնեմ, ճիշտ է, այսպես էլ է լավ, արդեն իսկ ներվայնանում եմ, չգիտեմ, կարողանալու եմ Այս բուժամ նստեմ թե չէ, բայց թե красота требует жертв. Այնպես որ գնացինք. Սիրուն շորես, թեթև հովզով, Այ տենց բանով Սիրում եմ, որ իմ ասած ուղիղ ժամին ելնեմ տեղում և տարածքում Ինչպես միշտ իմ սովոր մատնահարդարին զանգեցի վերջի պահին է որոշեցի
ասեց մինչև 25-ը տեղ ու դադար չունի։ Անայք ջան ասմախի չէր շուտ ասա։ Ես էլ ասի արի ուրիշի փորձեմ, համ կծանոթանամ, համ էլ հույս ունենամ, փորձանք չի բերի, չէ, կա տենց բան։ Տենց բան հաստատ կա։ Այնպես որ գնացինք, ոչ մեկի չնկարենք, անգիտակցաբով, Անդրև է գալիս, ես կեզ եմ սիրում, Անդրևն եկավ, ես էլ հասա, ասեմ ձեզ, եկանք, հասանք, են ուր եկանք, այստեղ եմ գալիս։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, այս իմ մատնահարդարումը, գիտեք, եղունգներս կարճ էր, երկար չի, մի խոսքով, ամեն դեպքում, մեկ ուզում էի ճիստ կանեմ, հետո ասեցի, լավ, փորձեմ նորից անցնեմ հին մեթոդին։ Այստեղ իմ ջրի ամաննա, մորոս հետ կոֆե ենք խմալ ու ես դուրս եմ եկել, որ առաջ անգամն էր, որ մամային տանը թողել եմ ու դուրս եկել, որովհետև ես վրազում էի, պայմանավորված էի, ասեք, որ թարթիշներս շատ սիրունա, բայց ստեղ մի տեսակ սանրել է, պետք ու դզել, հա։ Այս եղանակից արդեն, ոնց են ասում, նա դայել եղանք, հլա, ուղակի սելավա մի այլ կարգի, դատարկածերն չեմ եկել, դնումներ եմ արել, ու մտածում եմ ես շողս հոգից հանեմ, թե ինչ անեմ, հետ չգիտեմ, ցուրտա շատ, սափից շատ, սիրելի հետևորդներ ջան, այսօր 10 աստիճան է, որ տեղին ցուրտ ղիամաթ է, ուրեմն մատնահարդարումից հետո ինչ եմ արել, ես ինքան շատ կատ կստի, թասը վերցնեմ ու գնանք դուրս, ինչի այնց թվում, որ մեր տուն անընդհատ մարդ ա գալու, ինչև եկեք ստեղ նստեմ, նստեմ, որ ցույց տամ ինչեր եմ արել, այս հենց խոշոր կարտոֆիլներ եմ արել, այս տարի առաջի անգամ եմ արել, այս էլ ոնց եղավ, որ առամ, ձու էի առնում, բնական ձու, այսա մի հատ ձվի ամանն եք բերեմ, ձու էի առնում բնական, այնտեղ գիտեմ, թե որ լավ ապրանքի սիրահար եմ, ասում եմ նոր թարմբերած անասուն ունենք, կարող է ուզես ու ես իհարկե առա, որովհետև դուրս եկավ, ասի բերեմ մի հատ հավեսով խաշլամա էրհեմ,
Թարմ կարտոշկով, համով խաշլամա, այսքան ձվին տվել եմ 1000 դրամ, սիրելի հետևորդներ, քանի հաստա, 3, 6, 9, 12, 15, 17, այս կարտոշկեն, որ կլվամ, լավելի, հալա, հա, գալիս եմ, Պարզա, դա ես կեզ եսա, չէ, խի, հա, հա, այք դու միշել, Էսա ես կեզ զանգեմ էլի ալաջան, էսա կզանգեմ, հա, մեր մոտ մեն ծանձրևա որ, սելավ, այն էլ ինչ կարգի, հա, լավ, նայ հետ որ խոսանք ժամերով ենք խոսալու, ուզում եմ շուշուտ նկարեմ, որով հետև գործեր ունեմ, այստեղ երեխեք ելակ են առել, ոչ շատ խոշոր, ոչ էլ շատ մանր, կարևորը գինը շատ խարմար է, 1000 դրամ, օխ բահոտ է ինչ լավն է, ընկիրություն, ես եմ առել, ես գնացա, արիոն միասի, այս են սիրով ելակները, հետո, քանի որ սենց խարն իրավիճակում եմ, ինչ բան է, էլի մարդիկ սովոր են, որ օրինակ ես միսը գիտեք, ես վերջերը մանավանդ Վանաձորից եմ առնում, ու թե այն ժամանակ, որ ստեղից, թե Վանաձորից, որ գնում եմ, առնում եմ 5 կիլո, 6 կիլո, որ մի ամիս, 2 ամիս օգտագործեմ, այս անգամ սենց մի հատ կտորվեր կա, լավ հատեսով, թարմ, գույնը ընտիր, որակը լավ է շատ դուրս եկավ, ասեցի սենց թազա կարտոֆիլի հետ խաշլամա կեփեմ ու խաշլամա պիտենք, հիմա կորչի եփել է այս պահին, որովհետև ես կոֆե եմ ուզում, ուրիշ ծևի չի կարա արնի, այս ելակներն էլ հետև բերեմ, թե գիտեք, իրանց ջրի մեջ ենք թողալու աստված ջան, ես ինչքան ացուկ, տեսխի այս քացուկ, վայ մամա ջան, թինել վայ բերային ծանգը, միովային ծանգը, չեն թողում այլ, այսով է, ալյո, բարի լույս, լավ եմ չէ, ասում ողիք հեսով էր է, որովհետև առավոտից, ուրեմն համ մատնահարդարի մոտ էի գնում, համ էլ հեռախոսով անընդհատ զրուցում, սիրելի հետևորդներ ջան, իսկ այս անգամ ինձ շատ հարազատում իմ քույր դարձած Աննայի հետ, Անահիտի հետ այս ընթացքում հավեսով զրույց ունեցամ ու մի տեսակ ոնց են ասում խիղճս ու հոգիս թեթևացած միացած ես, ճիշտ է գործերս մի քիչ հետ ընկավ Աննային ասում եմ պատկերացնում ես ես ընդեղ նկանում եմ եկել ասում եմ վայ աստված իմ հմի ով է զանգում էլ չգիտեմ որ դու ես զանգում սենց կատակով բան Անահիտ ասում եմ միտքդ կկորչի գնա նկարի հետո կխոսանք ասում եմ չէ քո զանգը իմ համար շատ կարևոր է այն որ են օպերատորները մեկ-մեկ ասում են չէ իրոք այդ տարբերակն է երեխեք ցուրտ ղիամատ իսկական ղիամատ 10 աստիճան չէ ավելի ցածր էլ կլինի այնպես որ սիրելի հետևորդներ ջան մատնահարդարի գործնել բրծամ իրոք որ
ձեռքերը խնամված մի քիչ ավելի ուրիշ է, ուղղակի ուղիղ 2 տարի անց ես նորից որոշեցի, որ կարելի է դիմել մատնահարդարի, սիրելիներ ջան։ Հիմա էսա մի հատ կոֆե էփեմ, կոֆե խմենք, հետո մտածում եմ ինչ անեմ, այսօր երգ ունենք, երգել ենք գնալու, հետո մի ուրիշ գործել ունեմ, էլ նոտար, էլ կադաստր, ուր ասում, լուբից, ոխ ասում եք էլի սեփական տան գործին, պրծում չկա, չի լնում, սկիզբը կա, վերջը չկա, այն օրը որ ցույց էի տվել, դե հետո էլ Նիկային ասեցի, վայն ենց էր ջղայնացել, ասում ասենց չեղավ, մենք որ ասում անգնենք այդ տան հետևից, մենք մեզ կմոռանանք, առաջին ամառա, մի վրազի, ու շատ ճիշտ ասում, մի քիչ էլ ասում ապրենք մեր համար, ու այո, համաձայն եմ, ապրենք մեր համար, որովհետև առաջներից 1000 ունի գործ կա անելու, ինքն էլ ունի տեղեր գնալու, ես ու տղես էլ, մի խոսքով, ճիշտ է, ընտանիքով մասնատված ենք, բայց հոգով սրտով միշտ էլ իրար հետ ենք փառք Աստծու, շատ շնորհակալ եմ ես Աստծուն հենց դրա համար, որովհետև այնքան ընտանիքներ կան, որ տարիներով ապրում են, վերջում իրար մոռանում ու Դավայ դասվիտանյան կապում, նա իրա համար է իրա կյանքն ապրում, նա էլ իրա, իսկ մեր մոտ փառք Աստծու, ոյ, տենց չի, նա, դրանք մնա, եկեք տուն գնանք, որովհետև ստեղ նստելը հանցագործություն է, արդեն իսկ թիկունքս սառել է, մրսում եմ, որովհետև շատ ցուրտ է, սիրելիներս, տուն գնանք, ելակը ջրի մեջ է, այս ընթացքում համ զրուցում էի քվորս հետ, համ էլ մի երկու գործ անում, ոխ ես յասավանի հոտ վերջն է, յասավանի ծառի տակ, երկ նստենք սիրով, այս տուրը բաբը չի, ջահել հոգուս համար, ուրացել եմ, ծաղկիր ինձ համար, երկիր ինձ համար, ծաղկիր ինձ համար, երկիր ինձ համար, իմը և կանն է աշխարհը սիրուն, արևոտ ծառա տարը սիրուն, ոնց նստենք, երկնքի կապույտ կամարը սիրուն, ծաղկիր ինձ համար, երկիր ինձ համար, ծաղկիր ինձ համար, երկիր ինձ համար, այս այս անդրերները չէ, բան չկա, բայց այն որ ես էլ հոնեմ, բայց օրինակ է նորվա անդրևը, վայ, ահա, հմի էլ մեր ինգանա, չամ տեսեմ, մի հատ էլ ասեմ, էսա կզանգեմ, բարի լույս, էսա կզանգեմ ես, ու սենց օր կա, որ անընդհատ խոսում,
Ալիս հակն ես տակը դուս գալուց են հաստ կուրտկես եմ հակնելու, որովհետև ցուրտ է, մի այլ կարգի, մի այլ ջան մի փոքր կմե, որ եղունգներս երկար լներ, ավելի լավը կլներ Ալեքսիս էլ չեմ այսօր զանգել բրախն եմ տվել ասած մեր լորեցիներին ու ճիշտը դա է ինչքան թողում ես ինքը իրանով ինքնահոսի երեխեն ենքան ավելի կազմակերպած ու լավն ալն Սրոս մամամ ջան ցավը տանեմ արդեն ես գիտեմ էլի այդ ինչա նշանակում Ինչ կլինի, որ ես դպրոց չգնամ, ասում եմ չէ Ալեքս, չի կարա տենց բան լինի, որովհետև քիչ է մնացել ու էտա գնաց, բարով խերով գնաց, այս մի շաբաթներ ենք մի կերպ գլորում Մնաց են մեկը, բայց են մեկից հավանական է, որ միգուցե, տեսնենք ոնց է ստացվում, միգուցե բացակայենք հարգելի պատճառներ ունենալով։ Եղեք ջան, նոր կարտոֆիլը 550 կադրս մակրեմ 550 դրամով էի գնել, կուրտկես այնտեղ դրած։ Ես իրա այն մանրներն եմ սիրում, շարիտած, կուզեի այռոգրիլով փորձեի, բայց թե քան որ այդ տավարը միսը դուրս եկավ մի այլ կարգի, ասի վերցնեմ, չորուցամակ խաշլամակ եփեմ, դե խաշլամա ի տարբեր եփելու ձևեր կա, չէ։ Այս անգամ չգիտեմ ինչի, սենց մի տեսակ ուզեցա, որ չորուցամակ խաշլամա եփեմ ու այդ ձևով վայելենք։ Այդքան բան, սիրելիներ ջան։ Դրսում շատ ցուրտ, խոնավ, բայց գալուց աչքովս ընկավ, որ կանաչիներից արդեն ծկթել են, դուրս են եկել ու լավա, ընտիրա, ոչ թե լավա։ Հոլովակ եմ ներբեռնում, վայ են ներբեռնելուն, որ չի ներբեռնվում, ոչ մի ձևի։ Վախ, այս ինչ հետաքրքիր վիդեո բերեց, ավարտեցինք, լավ արեցինք մեր շինարարության վերջը, լոգասենյակից վիդեոն բերեց մի անգամից ու դուրս եկավ, հիշեցի այն պահերը, հիմա նույնը խոհանոցինն է, այն որ ասմա բան չմնաց, հա, իսկականից այդ տարբերակն է։ Հիմա ես իմ սուրճը խմեցի, դուք էլ ձերը, ուզում եմ զանգեմ մեր ինգային, հետո մի հատ է խոհանոցային նկարահանում անեմ, բայց ոնց հասկանում եմ երևի բերեմ տուն, որովհետև դրսում ահավոր ցուրտ է։ Ասաց տղուս, մամամ ահավոր ցուրտ է, ես ահավոր մրսում եմ ու ճիշտ է ասում։ Այնպես որ տեսնեմ որտեղ ենք հանդիպում։ Շտանցի Ալի Ալեքս
Դպրոցից տղես եկել է, ասում ես էսուր ենք գնում։ Մազես ուտվելու։ Ամեքս մի զոնցիկ ձեռներես, գնում ենք մաս կտրելու։ Գնանք սրտիկիս մազերը կտրել։ Այս պահի համար գժվում եմ։ Գժվում։ Բարև։ Բարև ձեզ։ Ուզում եմ շուշուտ գնամ, որ զոնտիկ չբացեմ։ Հավես չկա։ Մամա կաղա, ջուն կա, կարող արև դուս կա։ Գնացինք։ Բացի կնամ լայց որն ենք պետք հալը։ Ոչինչ։ Երեխեք, ոնց եմ հավանում ես այս մարդու արած աշխատանքը, այնքան կոկիկ, այնքան նրբանկատ, այնքան ուշադիր, շնորհքով, բամոտեցման ձևը, սենց ոլորտի աշխատողը պետք է լավ մոտեցում ունենա։ Ու քարքացը, որ ինքը ունի հետ պահի։ Ջուրը տեղին անձրևա լավ զինստում ինչքան 600 Ախի ամոթ չի, մի քաղաքի մարդիկ են։ Մեզ հետ աղջիկներ ստեղա, ես կովակ բայասմա, ինչ կա ամոթ։ Ամոթի բան չկա։ Սա որ Ռաստովից ծպանի, են հարի մի եկել ես, ինչ ես տեղ։ Են անգամ հյուրասիրել է Արսենը մեր։ Մեզ չի էլի։ Ես էլ եմ բարևում։ Տեգաս, Մի քաղաքի մարդիկ են, Կամանչելը որն է։ Բերիքը, որ ռստված նայաս մամոտ է, ինչ կա ամոթի։ Հետ ամոթ չի։ Եվ որ ամոթա, էլ չասես, միասել եմ, լսել եմ, լսայել եմ, չասես։ Ով է, ենքան ծիծաղացել եմ, ուրեմն տղուս մազերից հետո որոշեցի ասի վարուն դառնեմ, մտել եմ այս վաճառողի քույրը Ռաստովից ինձ հետևում ապան, իրանք միշտ ասում են, հմի նեկել ասմա, նանահիտ նեկել արի, ասմա ամոթ, այն մարդ ասում եմ ինչ նա ամոթ, ամոթի բան չկա, չէ, անձրևը խեղկտ վազեցինք։ Իրոք անկեղծու ճիշտ եմ ասում, աշխարհի տարբեր ուղղություններից ինձ հետևում են, չէ, այս արդեն 6 տարի, ամեն երկրից էլ հետևորդ ունեմ, այն որ չեմ պարծենամ, չգիտես թե ես ինչեր չեմ անամ, բայց ասել եմ ու կասեմ, սուպ տաքացնեմ, չէ, արեքչը, ասել եմ ու կասեմ, որ իմ համար յուրահատուկ երջանկություն է, որ իմ համաքաղաքացիներն են ինձ հետևում։ Ալեքսանդր, սիրուն, արի էլի, արի ջուր բեր էլի սրտով, այսօր մի հատել եմ կոֆե, Ինչ ես ուզում։ հրավինգով ջուր բեր էլի, Ինչի։
որ խոհանոցում միշտ գրաֆինկով ջուր լինի։ Կակ սարդակ Այս ծաղիկները ջրի։ սուպներ ուտենք։ Խաշլամ են ուզում եմ նենց էփենք։ Տատը որ գա, տատի հետ ուտենք, Ալեքս բանը։ Այն էլ տատն ենքան ուշ ա գալիս, որ մեր հացի ժամերը իրար չի բռնան։ Չեմ ուզում մենք շատ ուշ սնվենք։ Ճիշտը գոնե Մամ ինչ էր ասում։ ջուր բեր դրանով, սիրունս։ Ֆու, մուլ չկա։ Այ սիրուն Ալեքս, քո ցավը տանեմ։ Ալեքս բալա։ Այստեղ իրան լոբու ճաշ եմ գցնում ու քանի որ երկու օրվա հացիկ ունենք, եկեք սենց հանեմ իրան ճաշը, ինքը դրանից միայն գող կլի։ Այստեղ էլ ու տեսակ հացը լրիվ չօգտագործեցի, որովհետև հացի մեջին ոչ մի հատիկ սենց խեյման չկա, ասեմ իմանանք, Էսա բերը ուշ բրև։ ապրես, Ոյ, վար։ շատ շնորհակալություն։ Բացլա աշես։ Չէ, Ալեքս շան, ես կերել եմ այս ժամը իմ ուտելու ժամը չի։ Ես ինձ կոֆեով էի կխափեմ։ Դա այդ ինչ ես է փոփա։ Ես ուզում եմ խաշլամա եփեմ, Ալեքս։ Որ ուտեք, էլի։ Եփտեմ ես իմ խոհանոցը գնամ, էսի մջ, ուրեն վախմել եմ ասեմ, Ալեքսանդր, արի, Կարպետը մի անգամ եկավ, նորից հարց ու փորձ, չափ ու ձև, հմի տենամ, ասավ ժամուկեսից գալու են, այդ ժամուկեսը չգիտեմ շորվա մասին ա խոսքը թե եկուցվա, որ արդեն ենքան սպասել եմ, ներվերս ծաղթվել է, համբերությունս էլ հետը, այս թե սպասում եմ, ինչ անեմ, արես, գնա, Ապրես։ դու էլ ապրես, ստեղ ինչ էի ուզում ես արածելն եմ, մի հացրա համը տեսնենք ինչ կա չկա ես կյանքում, Դոչները ծրել եմ, որ ասման հեչ պլանավորել չէի, որ տավարի միս առնեմ, որովհետև մեծամտություն չհամարեք, բայց զուտ գնային առումից ելնելով, ես հիմա ռեստուրով անածորից եմ անում, ավելի լավ օրինակի համար 1000 դրամ ծախսեմ, 1000 էլ չէ 800 դրամ, գնամ հասնեմ Վանաձոր, համորս հետաքրքիր կանցնի, համ նկարելու հետաքրքիր նյութ կունենամ, համ էլ ամենակարևորը բյուջես սենց չի ճեղքվի ու լավը կլի ամեն ինչ, այս արդեն երկրորդ տարի կլինի, որ այդ սկզբունքով եմ առաջնորդվում ու օգուտից դենը վնաս չեմ տեսնում, սիրելիներ ջան, հիմա արի, կոֆես էփեց ու ես հեչ չգիտեմ, մենք գնալու ենք երկի այսօր թե ոչ, զուտ այդ վարպետի գալ չգալուց հա կողված, ասմա ժամուկ ես, գնացինք մազերը,
Այդ ընթացքը կտրեցինք, ես մտածում եմ երևի իմն էլ ներկեմ, չա ատվեց ճամպին անել դատ, իչացրու դրան, ես ինչքան ինձ երջանիկ ու բախտավոր եմ զգում, ով այն Instagram Messenger գրամ, Անջելա ջան, այս պահին մտարում եմ, հենց պարապ եմ, կպատասխանեմ, Անջելա, նա իմ համաքաղաքացի, այսօր քաղաքացիների սորն, այնքան ախր դա ուրիշ հաճելի զգացողություն է, որ ցանկացած վլոգեր կապրի այդ զգացողությունը ունենա։ Ես շատ եմ ոգեշնչվում, որ իմ համաքաղաքացիներն են։ Ինձ մոտիվացնում։ Իմ տղեն հաճույքով, սիրով, ավելի շատ ապուրներ է սիրում, քան չոր ու ցամաք ճաշեր, ու դա հենց հիմքը եկել է փոքրուց, իրան այնքան զգույշ ու ճիշտ եմ պահել, այնքան ուշադիր, այնքան վախով, անընդհատ վախով եմ ապրել, որ հանկարծ մի բան սխալ չանեմ, հանկարծ մի բան ավել չտամ, հանկարծ մի բան թերի չլինի, ու հենց դրանից է գալիս է, որ իմ տղեն սիրում է ապուրները, կաշաները, շատ սիրում է։ Մենակ չկարացա համոզեմ, որ տվորը կուտի, են էլ բանանով կուտենք, տվորը շատ համով է։ Չէ, ես տվորոք չեմ ուտում։ Ինչու։ Ես հաց եմ ուտելու։ Ես հաց եմ ուտել։ Հացի մեջ են խեր չկալեց, այդ տվորոգը շատ օգտակար է, ու առողջ Ես է։ հաց եմ ուտելու։ Տվարոգին հայերեն ոնց ասենք, կատնա, Կատնաշոր։ կատնաշոր, այո, տանակ բեր, Ապս, շատ ամոս։ ողցովդ տանը, շատ ամով, սիրունես, նայք, առանց իմ ասելու, տարավ, այսօր Աննայի հետ էլ, որ էտ ենք խոսում, ասում եմ Աննա, երեկ ուրեմ տուն մարդ հայկել, ինչա թե իրան անծանոթա, դուք մենակ տենայք, ոնց ինքը առաջ գնաց, ասմա դուք ով եք, ես ձեզ չեմ ճանաչում, այդ աղջիկն էտա ասմա, ձերը սենց պարզիմա, ասմա, դե ես էլ Ալեքսն եմ, եկեք ծանոթանանք, այդ աղջիկն էլ ծանոթանում է, տղես ասմա շատ հաճելի է, ես արդեն չկայի այդ պահին, այսքան տեղն էլ եմ էլ ինքնագովեստով զբաղվում, բայց երանից էսնից ամեքը այս հենց ինքնագովեստով զբաղվի, ոչ թե մեկս մյուսիս քննադատելով զբաղվենք, որը որ հեչ պետք չի։ Մի խոսքով շատ հաճելի ու իրոք հետաքրքիր էր։ Բան այդ տենց բաներ։ Հիմա հույս ու հավատով մի աչքս դեպի դարպասը, սպասում եմ, թե երբ պետք է ավտոն կանգնի, կահույքագործը գա վերջապես։ Այսքանի օրա, որ Նիկան էլի, ինքը զուսպ, համբերատար, տան այդ գործերին չխառնվող, որը որ տան ներքին, որը որ իմ գործն է էլի, բայց որ նայեմ ասենց ստեղից ընդեղ, տո ասման չի տա պետք, իչի, քեզ հարմար լինի, ես ինչա, վազում ես տեղ, վազում ես ընդեղ, ասմա բացի թեկուս կաթա, ասում եմ դե չէ, արդեն բան չի մնացել։
Կա չէ, սենց մի ասացված կասում այշը կերել ենք պոչում չխռով ենք, համի մերնա։ Բայց որ պատկերացնում եմ էտ ինձ սիրուն խոհանոց եմ ունենալու, անունը տալու չի։ Իհարկե իմ համար, իմ աչքի համար ու ձեզնից շատերի համար քննադատությունները միշտ էլ կան, ամեն կողմում ուղղությունում էլ կան։ Հետո իհարկե ճաշակին ընկեր չկա։ Հիմա այս թավթիչների համար, որ տեսանյութ էի դրել, այ գրել էին, ոնց էին գրել, Աստված ջան, մեծն ու փոքրն իրարից չի տարբերվում, ժողովուրդ 15 ու 20 տարեկանը չի դնում, այ 20-ից այն կողմ կարելի է դնել, դա ես էլ 20-30-ից այն կողմ եմ էլ, ինչ ա եղել, 50 ու 60 տարեկան չեմ, հետո էլ ամեն տարիք ունի իրա գեղեցկությունը։ Այս մազերն էլ, երբ որ սենց համատարած սպիտակում են, էտ էլ ունի իրա տարիների ապրած կյանքն ու փորձը։ Ես հարգում եմ ցանկացած մարդու սպիտակած ու ճերմակած մազերը։ Այդքան մի բան։ Всё, այսօրվա կոֆեն հատով։ Էլ ոչ մի կոֆե։ Իսկ ընթացք կար, որ ես իմ օրը առանց կոֆեի չէի պատկերացնում, հիմա հեչը տենց չի։ Այնքան հետաքրքիր բաներ կա, այնքան հաճելի ըմպելիքներ կա, թե զովացնող, թե տաքացնող, չի մենակ հենց չայ կոֆե։ Կա նաև ուրիշ ավելի հավեսով ըմպելիքներ, որ անանուխից կլինի, ռեհանից կլինի, նանայից կլինի, շատ զովացնող ըմպելիքներ կան, որ խմում ես ու հագենում ու հաճելի առնում քեզ։ Այդքան մի բան, սիրելի հետևորդներ, ջան ու ջան, հիմա չեմ ուզում գնամ ձեռքերս սառը ջրին կպցնեմ, ինչը վկայում է, որ գնամ տաք ջուրս միացնեմ, նոր կարտոֆիլս, լավ լվանամ սպունգիեն կոշտ մասով ու կամաց խաշլամայի թադարիկ տենամ, ու չեմ ուզում, որ երկի գնացածը գնանք ենքան ծուրտ ու թացավոր, գնարդենք, թրջվենք ու գանք։ Ուզենամ, որ վաղը գնանք, ուզենամ հիմա մի հատ պլիտա միացնեմ, Ալեքսս լողանա, մաքրվի էտ մազերից, ես 2-3 օրա պրպտում էի, որ կտրենք Ալեքսի մազերը, որովհետև մեկ Դավիթներ, որ նայեմա կամ թեկուզ իրա պապան, ասմա տղամարդու մազերը պետքա քիփ լինի ու ճիշտ լինի ու ծոծրակի մասը միշտ մաքուր լինի, կանտով կա, հա, ճիշտ եմ ասում, եթե սխալ եմ ուղղեք, կանտով կա, հա, չգիտեմ, մի խոսքով, թե կսխալվեմ ուղղեք, ասմա միշտ պետքա մաքուր լինի, իմ տղեն էլ մի քիչ արջուկան, բարիս ուղիղ իմաստով, դրա համար, քանի մեծանալու հետ էլ արդեն ավելի կոկիկությունա չէ պահանջում։ Առաջ թե մազերը կտրում էինք ամիս 2 անգամ, հիմա կտրում ենք 3, երևի թե արդեն 4 անգամ էլ կկտրենք։ Այդքան մի բան, հիմա այս վարունգներից մեկը աչկով անում, վարունգ մաքրեմ, վարունգ համտեսենք ու տեսնեմ ինչ եմ անում, դվածք ունեմ, բայց ես եղանակին նայողա, դվածքի մասին կմոռանամ, կամ էլ պետք է անեմ, ես ծածկի տակ փռվի,
Այդքան։ Ահա, սիրելիներս, մեր մոտ այսպիսի խոնավ ու ցուրտ եղանական։ Հիմա մինչև կերպի տավարի միսը հանում եմ կարտոֆիլները, իրան չեմ կեղևահանելու, սպունգի կոշտ մասով սառը ջրի տակ կլվանամ։ Լվանամ, որից հետո կմիանամ ձեզ, ամբողջը լվանամ, բայց բնական է, այսքանը չեմ օգտագործել։ Հիմա սիրելիներս, այստեղ արդեն եփվել է տավարի միսը, եփել եմ նաև խոզի միսը, ինձ եմ մոտեցնում մատուցման ափսեն և փորձենք և մատուցենք թարմ կարտոֆիլ, սիրելի բարեկամներս, այսպես, ինձ եմ սիրում կարտոֆիլը այս տարբերակով, ինքը շատ համեղ է ստացվում, և ավելացնենք նաև տավարի միս, արդեն իսկ հարգանակից հանած, այսպես, համեղ ու մտիր, չենք մոռանում այս ամեն ինչին ավելացնել սոխ և կանաչի, որից հետո անուշ ենք անում, այսպես, այսօր էլ ուզեցամ այս տարբերակով պատրաստել խաշլաման, առանց հյութի, առանց լոլիկի, առանց պղպեղի, քանի որ այս տարբերակով է ստացվում և համեղ և ախորժելի։ Դե ինձ սիրելիներս, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմս։ Ասում եմ, այս շիլական է լսու գազմակրելը հետ իրար հետ չհամապատասխանեց, չէ, բայց թե որ սենց խորը մտածես, ես իմ թե ինչ աստիճանի կեղտոտ չէր, ամեն դեպքում որոշեցի, որ մաքրեմ էլի մի հատ, ինչքան ժամանակա օգտագործում եմ, սիրելիներ ջան, ու չէի հասցրել իրան մաքրել, ոնց ես ուզում եմ, ու այս հին որակի գազերի ինչն է, չէ լավը, միայն մի գազերս, որ սրանով մաքրեի, վաղուց խազվելու չես իմանում, ինչեր էր եղել, սա տես չի, սա ինչքան ուզում ես, ոնց ուզում ես, մաքրում ես, հեսա թասով ջուր եմ դրել, ու ուզում եմ, որ մաքրեմ, ու շնորհքով գնի էլի, ինչքան ուզում է, հինա, էսա էնա, բայց մաքրելը ոչ թե պետք է, այլև անհրաժեշտություն է, սիրում, հավեսով, մի հատ մաքրտենք,
Սիրելի հետևորդներ ջան, որ խղճին մոդի կլնի, թե չէ, ինչքան օր օգտագործում եմ, ասում եմ մինչև կուխնից չբերեն, այս չանեն, այն չանեն, բայց թե որ նստեմ ու սպասեմ, չի լինի տենց, վերջ, այսքան մի բան, այս մի կոմն է, սենց ենք անում, ու մաքրությունը փորձում ենք ապահովել, չգիտեմ, մնացածը առանց ձեզ մի հատ շնորհքի բերեմ, չեմ հավատում, այսօր խոհանոցս վերջնական տեսքի ա գալիս, մեբելս բերել են կիսատ դետալները, սա ենք փոխելու, սա ենք փոխելու, սա արդեն փոխած է, ընդեղ ենք դնելու, այն անկյունի դարակն ենք ավելացնելու, մեկ էլ միկրոյի համար ստեղ պոլկա ենք դնելու, այս հատենամ ինչքան վախտում ենք, այդքանը անելու, սիրելի հետևորդներ ջան, անցանք գործի, ստեղ էլ ինչպես միշտ լվացք ա գցած, մի խոսքով, բա էտա ինչ ասեմ, լիկվա, չգիտեմ թե քանիսն ա, տան դռոցից կռահում եք, չէ, որ վերջապես Անահիտը հասնում ա մուրազին, համել մազերս ներկեմ, ես լա ես, ով ինչ ուզում ասի, ես իմ ներքևը շոտ եմ սիրում շոտ, չոպից շոտ, ջան եմ ասել, են ոնց եմ ջան ասել, գիշերվա լուսնի չիմանա, իմ տատիկի սիրած երգ, շանամ դանջեր, շարմակ դանջեր, մեկ ամպյուր, հալալերա, հալալերա, ենքան ուրախ եմ, եմ որ քեֆից քեֆ չի հասնում, ես բացեմ, չեմ տանելու փռեմ, կմենա վաղը, սրտիկներս, անուշներս, սիրուններս, գիտեմ իմ հետ ուրախանալու եք, գիտեմ իմ հետ այսքան սպասեցիք, հլը տեսեք ինչ սիրուն է, ինչքան լավն է, Տեր ջան, շնորհակալ եմ քեզ, ամենակարող Տեր, շատ շնորհակալ եմ քեզ, քո ամեն լավ բանի համար, որ օրհնեցիր մեզ, որ շնորհք տվիր մեզ, ուժ տվիր մեզ, առողջություն տվիր մեզ, հույս տվիր մեզ, հավատ տվիր, որ ոչ մի անգամ չընկճվեմ ու ունենամ այսպիսի սիրուն խոհանոց, ոչինչ թե գիշերվա ուղիղ 12-ն է սա, 15 մայիսը կդառնա 16 մայիս, ու ես երբևիցե չեմ տրտնջում, սիրելիներս, որովհետև միշտ էլ խառելն ենք սենց սիրուն ու հավեսով գործերի համար, դե ինչ ասեմ, չգիտեմ, շատ ուրախ եմ,
Շատ ոգեշնչված եմ, քեֆից քեֆ չի հասնի, ու չգիտեմ, ուրախության ես չափ ու սահման չկա, վсё, ես գոհ եմ, շնորհակալ եմ Աստծուն, հարազատ մարդկանց, այսքան սիրո համար, իրոք շնորհակալ եմ բոլորից հետ, վсё, ամսի 16-ը, ես փառք տալով Աստծուն, շնորհակալ ելնելով Աստծուն, ձեզ ասում եմ բարի խաղաղ գիշեր, գնում եմ մազերս լվանամ ու պատրաստ եմ վաղվա օրվան։